Ողջույն բարեկամներ, տեսանյութը հիմա որ միասին կդիտենք, դա բացում է բոլոր փակագծերը եւ բացատրում է այն ծրագրերը, որոնք պատրաստված են մեզ համար։ Բացահայտում է բոլոր գաղտնիքները, ինչի մասին մենք հերվից փորձում ենք գուշակել, մասամբ գուշակում ենք, մասամբ նույնիսկ չենք պատկերացնում նրանց խորությունն ու մասշտաբները։ Բացահայտում են խնդիրը, որի համար Ջոդի Վենսը գալիս է Հայաստան եւ ընդհանրապես ինչ է կատարվում մեր տարածաշրջանում եւ ինչ են ուզում մեզանից։ Ուզում դիտենք միասին այս տեսանյութը, որը տրված է ադրբեջանական YouTube կանալի համար, պատրաստված է նրանց համար, Osman Kizi Skype կա, բայց հարցում վարողը այլ մարդ է։ Ամեն դեպքում հարցերին պատասխանում է Paul Globe, տարածաշրջանի մասով մասնագետ ժամանակին հայտնի Paul Globe-ն, որի ժամանակ քննարկվում էր Մեղրի Վիջենսկի հարցը հոկտեմբերի 27-ից առաջ, ինքը լավ բավականին տեղյակ է խնդրից եւ ժամանակին եղել է պետքարտուղարի խորհրդատուն, ինքը ամեն ինչ մեր մասին, Ադրբեջանի մասին, մեր մասին։ Հիմա լսենք ինչ է ասում եւ ինչ է սպասում մեզ։ Սա հենց հետո ավելի պարզ կլինի մեզ համար ինչ է պետք անել։ Ինֆորմացված ես, զինված ես։ Եվ այսպես լսենք, իսկ մինչ այդ չմոռանաք սեղ մեկ լայքի կոճակը եւ անպայման տարածեք։ Լավ ու վատ ինֆորմացիա չի լինում։ Ինֆորմացիան դա ինֆորմացիա է։ Լավ ու վատ լինում է դեպքում, երբ դու չգիտես այդ ինֆորմացիայի հետ ինչ անես։ Հիմա լսենք եւ միասին փորձենք հասկանալ ինչ են առաջարկում մեզ, ինչ են ուզում անել մեր հետ եւ մենք ինչ կարող ենք անել այս բaragայում։ Listen. Author and journalism educator. Today we welcome Paul A. Goebel. He is the former special advisor to U.S. Secretary of State James Baker on Russian affairs, and he served in various other capacities in the U.S. State Department. And he's currently the author of the blog Window on Eurasia. Hello, Mr. Goebbels. Thank you for having me. So President Trump announced just a few days ago that Vice President J.D. Vance will visit Armenia and Azerbaijan later in February. What is the United States trying to realistically accomplish with this visit, and how would you measure success? Օրեր առաջ Թրամփ հայտարարեց, որ Ջեյդի Վանսը գալիս է Հայաստան եւ ոնց ինչի համար է գալիս Հայաստան եւ Ադրբեջան ինչի համար լսենք իհարկե ամբողջը չենք լսելու ես կարևոր մասերը ձեզ ցույց կտամ ես հիմնական մասերը առանձնացրել եմ որովհետեւ տևողությունը կես ժամ է ես չեմ պատկերում ձեզ ես կանցնեմ հավաք փաստերից բայց այն ինչ որ ինքն է ուզում իրանից լսեք ոչ թե ինձանից լսենք Well, any time that the president or the vice president of the United States goes somewhere, that's a major event. It's a signal. And of course, going for a vice president to go to the South Caucasus and visit Azerbaijan and Armenia, not Georgia and not Russia in the same trip, that tells you something very important too. So I think this is important. I think the United States has a laundry list of ասում է 20 ժամանակ երբ որ նախագահը կամ փոխնախագահը միտեղ գնում է դա մեծ քաղաքական իվենտ է եւ ուզում եմ ուշադրություն դարձնենք որ գալիս է Հայաստան եւ Ադրբեջան չի այցելելու Ռուսաստան եւ Վրաստան որը որոշակի սիգնալ է որոշակի բան է նշանակում եւ Ամերիկան ունի երկարատև ծրագիր տարածքում փոխենք հասկանանք ինչ երկարատև ծրագրի մասին է խոսքը interest that it's going to be that Mr. Vance is going to be exploring with Azerbaijani officials. Որը Ջեյդի Վենսը պիտի քննարկի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Շատ է հասնում։ Երկարատև ծրագրեր, որը պետք է քննարկի Ջեյդի Վենսը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ If you're interested, I can go and just give you a quick list. Sure, First, I think the first thing is President Trump has made it very clear he's going to do something to Iran unless Iran backs off completely. And I think that it's in the nature of such things that the American president would want to talk to neighboring countries to see where they are, what their needs are, what's possible, what cooperation they can offer or won't offer.
I think that's the first thing. Second, ասում է գալիս է հասկանա ինչ կարող են անել, ինչ են առաջարկում։ Ես ասում եմ գալիս է դեդիվենսը, որպեսի տեսնի ընթացքը ինչա ոնց է գնում։ Ոչ մի ուրիշ բան։ Իրանց պլանը ոնց է գնում, ոնց են պատրաստված, ինչ են մտածում, ինչքանով են ինչ է իրավիճակը։ Գալիս է ուղղակի վստահ լինի, որ ամեն ինչ գնում է ծրագրված սցենարով։ Երկրորդը clearly, Mr. Trump wants to make sure that his corridor plan, the trip plan from Azerbaijan through Armenia into Nakhchivan and then on into Turkey goes forward. Եվ ասում է Թրամփ ուզում է վստահ լինի, որ այդ կորիդորը միջանցքը ճանապարհ չի, միջանցքը թրիպը ընթացքի մեջ է։ Ամեն ինչ գնում է իր ծրագրերով։ This is the first time that a president or vice president has come and to Baku and Armenia after the accord, and clearly there's an interest in making sure that everything is going forward. Third, I think that this is an important indication by the United States that it now sees Azerbaijan as a power to be reckoned with in the South Caucasus. Եվ տեսնում Ադրբեջանին ուժեղ երկիր Կովկասում համագործակցելու համար չկա այստեղ։ That it is no longer looking at Azerbaijan as part of a former Soviet space. It's taking very seriously President Aliyev's statements with respect to Azerbaijan will go its own way. Այո, շատ հարգանքով վերաբերվում Ալիևին, որը այլևս չի պատկանում Ռուսաստանի, չի գնում Ռուսաստանի գծած ծրագրով։ Do its own thing. It's not going to look over its shoulder to Moscow anymore. The relationship between Baku and Moscow is still at a relatively low ebb, and I think the Americans are only too pleased to have that continue because they'd like to make sure that the U.S. is the dominant major power in the region. Եվ ասում առաջվա հարաբերությունները չեն եւ անդադ Մոսկվայի կողմ չի նայում եւ ամերիկան վստահ լինի, որ Ամերիկան կարող է լինի դոմինանտը տարածաշրջանում։ Ադրբեջանի միջոցով։ Ադրբեջանի շուրջը չկա Հայաստան։ Հայաստան ընդամենը դեռ մի տարածք է, որի վրայով պետք է գնան դա։ Fourth, I think that this is also about dealing with China's expansiveness in the area. By having the Americans come to Baku, there's an obvious concern on the part of the Trump administration that countries that move away from one power don't move toward another. Ուզում է վստահ լինել, որ Չինաստանը չի կարող տիրապետել տարածաշրջանին եւ վերցնի դոմինանտությունը իր ձևը։ Սա գերի մոռացել են, որ ընդամենը 2 ամիս առաջ Շանհայում Ադրբեջանը համապարփակ եւ խորքային պայմանագիր կնքեց Չինաստանի հետ։ Եվ նոր պայմանագիր ունի նաեւ Ռուսաստանի հետ։ Այսքանով ինչ կարող ենք ենթադրել։ Առայժմ ամբողջ հաղորդման ընթացքում նա շատ բարձր է գնահատում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ջանքերը։ Մենակ մի բանի համար, որ Ադրբեջանը ինքը տարավ Ռուսաստանի տակից։ Որ այլևս Ռուսաստանը ազդեցություն չունի Հայաստանում եւ տարածաշրջանում, որ միակ ազդեցությունը Ռուսաստանի տարածաշրջանում դա Արցախյան խնդրի շուրջն է, որը լուծվեց եւ այլևս ոչ մի լծակ չունի Ռուսաստանը տարածաշրջանում Ադրբեջանի վրա։ Սա ընդամենը այս երկու մտքերը, որ մեջ բերեցես ամբողջ հաղորդումից, ասում երկու բանի մասին։ Մի կողմից Այն միֆը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ժողովրդավարության ջատագովն է եւ թշնամին է բոլոր դիկտատորների, օրինակ ինչպես Վենեսուելայի դիկտատորին, գողացան ուղղակի, անկում գողացան։ Քադաֆիներ, Կադավաներ, Իրաքի նախագահ, անուններն եմ մոռացել, էական չի։ Ինքը դիկտատորների թշնամին է եւ ժողովրդավարության բարեկամը, առաջին միֆն է, որ
թռավ օդ։ Երկրորդ միֆը, որ թռավ է ընթացքում օդ, դա այն է, որ Ռուսաստանում անես խելոք գլուխներ են նստած, այսինքն իրենք գիտեն ինչ են անում։ Գիտեն ինչ են, ուժեղ են, հեռատես են, խելոք են, քաղաքականապես հասուն են։ Այնիչու մենք ասում ենք, որ Ռուսաստանին ձեռ չի տալի Արցախը հանձնելը, որովհետև դու դառնում ես ոչ մի բան, հենց լուծվեց Արցախի հարցը Ադրբեջանի օգտին, դու արդեն տարածաշրջանում ոչ մեկ ես, եւ որ ստեղ լինել չլինելը ժամանակի խնդիր է, ինչի մասին հիմա ասում եմ։ Այն որ դու լուծեցիր Ադրբեջանի օգտին Ղարաբաղի հարցը, Ադրբեջանը չի գալու հապկու ԵԱՏՄ մտնի։ Ադրբեջանը քեզ երկու ձեռքերի միջի մատերը ցույց է տալու ու միանա թուրքերին։ Մենք այդ ամեն ինչը գիտեինք ու մտածում էինք, որ Ռուսաստանում հաստատ այդքան ապուշ չեն, որ ամեն ինչ հասկանում են եւ չեն անի։ Չեն հանձնի Հայաստանը, չեն հանձնի Արցախը։ Խնդրեմ, հիմա ունենք այն ինչ ունենք։ Այս Գոբելսը ամեն ինչի մասին խոսում է, տարածաշրջանում իդեալական պատկերացում, ես ուզում եմ համառոտ ուղղակի անցնեմ կարևոր թեմերի վրայով, ինչը խոսվել է այստեղ։ Արդեն ասեցի, որ Ադրբեջանը հիմնական առավելություններն է ինչով է գանձ եւ հենարան Ամերիկայի մեծամարների համար, Ադրբեջանը ոչ Հայաստանը, որը շատ ինքնուրույն է։ Ռուսաստանին այդքան իհարկե չի հակադրվում ինչքան Ուկրաինան, բայց ինքը ատամացույց տալի, ինչպես վերջերս երևաց բանի հայս կոնֆլիկտների հետ կապված, երբ որ Ադրբեջանում Մոսկվայում ադրբեջանցիներ են ձերբակալում, ինքնաթիռը խփվեց ադրբեջանական եւ այլն, Ալիևը ուժեղ կարգին քաղաքական գործիչ է, վերջ, որ 25 տարի աթոռի նստած է, որ հրեշ է, բան, էական չի, էական չի։ Հույս ունեն Ադրբեջանի ձեռքով նույնիսկ լսեք կարճ ժամանակամիջոցում առաջիկա 6 ամսվա մեջ նույնիսկ Հայաստանից հեռացնել, տեսեք, Ադրբեջանի միջոցով Հայաստանից հեռացնել ռուսական բազան նույնիսկ։ Լավ է մեզ համար, լսեք, որը կայուն երկիր է, զարգացող երկիր է եւ մեծ առաջընթաց է գրանցել տնտեսական իմաստով, քաղաքական իմաստով եւ հուսալի ինքեր է տարածաշրջանում։ Եվ ամենակարևորը, որ Իրանի նկատմամբ ինքը շատ կարևոր հարթակ է Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ այս միջանցքը, ոչ թե ճանապարհ, պետք է նաեւ դրա համար։ Իսկ Ռուսաստանը ոչ մի լծակ չունի։ Ես ուզում եմ ինքը իրեն լսենք այս մի բան։ That the Americans are on your side. We're going to make sure Listen. an Iranian crisis close the Straits of Hormuz. The consequences of that to the United States and to the West would be very serious indeed. So I think what this meeting is mostly going to be about is assuring Azerbaijan that the Americans are on your side. We're going to make sure that trip goes forward. We're going to Ես հնարավոր պատերազմի պարագայում ասում կարող է բանը Իրանը փակի Հորմուզը, խնդիրներ առաջանա տարածաշրջանում եւ մենք ուզում ենք վստահեցնենք Ադրբեջանին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանի կողմից է եւ ինք ամեն ինչ կանի, որ այդ միջանցքը անխափան աշխատի։ Այս ամեն ինչի մասին Փաշինյան Նիկոլի հետ խոսացել է։ Դուք հիշում եք օգոստոսի 8-ից այս կողմ մեր ականջներին ինչ որակի ինչ երկարության լապշաներ էին կախում։ Հիշում եք։ Չկա միջանցք չի լինելու, ինչի մասին է խոսքը։ Սա Իրանի դեմ չի, ես վստահ եմ, սա Իրանում էլ են լսում։ Ճիշտ է, մեծ բան չի, ասենք Ջոանա Լիսովսկին իր բանում է, տարածաշրջանում է հայտնի, բայց այս ադրբեջանական ալիքը, որ ընդամենը 2000 բաժանորդությունը չգիտես ինչի, հա, Ալիևի խոսափողներից մեկն է։ Ես վստահ եմ իրանական հատուկ ծառայություններն են լսում, որովհետև պատահական մարդ չի խոսացողը։ Այս մարդը հոկտեմբերի 27-ից առաջ պայմանավորվածություն ուներ Հայաստանի իշխանությունների հետ, որից հետո սպանեցին մեր իշխանություններին, Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին։ Իր անունը այդ ժամանականից է շրջանառվում եւ պատահական չի, որ ադրբեջանցիները հենց հիմա իրան են խոսացնում, ոչ թե ուրիշ մեկին, ասենք Բարակին են, Բրակին, հիշում եք են
Թուրքիայում դեսպանի։ Նա անգրագետ ապուշա, նա Էփշտեյնի կլիենտներից է, նա ոչ մի բան չի հասկանում։ Պատահական չի, որ հենց իրեն են խոսացնում։ Որը պարզ ասում է, որ Ամերիկան ամեն ինչով աջակցում է Ադրբեջանին եւ նաեւ ամեն ինչ քանի որ շուտով այդ 907-ով բանաձևն էլ վերանա եւ կարողանա լիարժեք զենք մատակարարի Ադրբեջանին, որին տեսնում է տարածաշրջանում հուսալի գործընկեր, երկարաժամկետ իմաստով, որովհետեւ Ամերիկան ինչ անում է երկարաժամկետ պլանավորումով։ Խոսում է Նախիջևանի մասին, խոսում է Հարսի պայմանագրի մասին, որ թե ինչքան խելացի է, որ Ադրբեջանը չեղարկեց Հարսի պայմանագիրը եւ իրանով արեց Նախիջևանը, որ ինքնավար մարզի կարգավիճակում էր տրվել Ադրբեջանին 1921 թվականի Հարսի պայմանագրով, Հարսի Մոսկվայի պայմանագրերով։ Ոչ մի բան Հայաստանի մասին։ Ոչ մի բան Հայաստանի մասին, որ դա Հայաստանի տարածքն էր, երկու Բայդենի կիսեցին Հայաստանի տարածքը, տվեցին Նախիջևանին։ Եվ հիմա քաղաքական հասունության մասին է խոսում Ադրբեջանի նախագահի, որ ինքը կարողացավ չեղարկեր եւ Ռուսաստանը ձեն չի անում, որովհետեւ այդ պայմանագիրը ոչ թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի մեջ է եղել, Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ է եղել։ Եվ Ռուսաստանը վախեցած ձեն չի անում, սա էլ է ասում։ Դե Թուրքիան ասում ձեն չի անի, որովհետեւ ինքը ռազմական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ եւ իր համար նորմալ է, որ տարածքացնում Ադրբեջանին։ Հայաստանի տարածքը Ռուսաստանի հետ պայմանավորվել է տալու Ադրբեջանին, վերջ Հայաստանը ոչ մի կապ չունի։ Ու սա ասում է ոչ թե ռուսական քաղաքական գործիչ, ոչ թե թուրքական կամ ադրբեջանական քաղաքական գործիչ, սա Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի խորհրդականն է ասում նախկին, որը տարածաշրջանի մասնագետը, որը ողջունում է, շատ խելացի քայլ է համարում։ Ինչի է խելացի քայլ համարում, որովհետև այդ պարագայում ինքը ընդհանրապես կախվածություն չունի Հայաստանի հետ։ Բացարձակապես Հայաստանից մի հատ Մեղրի միջանց կա, պետք պոկել է, մնացած Նախիջևանի տարածքով անցնում, որ այդ ոչ մի խնդիր չունեն Ադրբեջանը իրաց հուսալի ընկերն է։ Ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը։ Գալիս է հարցնում է, բա Հայաստանում ո՞նց եք պատրաստում ժողովրդի հետ զրուցել, չէ՞ որ Հայաստանում կոնֆլիկտ կա, ընտրություններ արժևում։ Ինչ անելու Փաշինյանը։ Դե ասում Փաշինյանը ինչ պետք է անի, պետք է ամեն ձևով աշխատի օգտագործել Ջեյդի Վենսի այցը որպես իր համար գովազդ իր դիշկերը պնդացնելու համար, որովհետև իրավիճակը այնտեղ դժվար է, ինքը խնդիր ունի եկեղեցու հետ, որը Մոսկվայի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, խնդիր ունի արցախցիների հետ։ Տեսեք, գիտի արցախցիների, Արցախի փախստականների հետ չի ասում այդ Արցախի փախստականները պիտի վերադառնան, ասում է Փաշինյանը խնդիր ունի դրանց հետ։ Բայց ասում է Ամերիկան կարող է իրան օգտակար լինի, իրան օգնի վերականգնվելու իմաստով։ Ինքը դրա մասին էլ է պարզացնում, որ Ամերիկան կարող է իրան օգնի, ամեն դեպքում չի ասում, այնտեղ խնդիր կա, Ադրբեջանից փախստականներ կան, այսօր արցախցիներ, որոնք պետք է վերադառնան Արցախ, թքած ունեն արցախցիների վերադարձի վրա, թքած ունենալ բանը, ով է Ալիևը ինչով է զբաղվում, իրաց համար տարածաշրջանային խնդիրներն է, որ իրանք լուծում են իրենց ճանապարհների հարցը, Չինաստանի մուտքն են ուզում փակեն, Ռուսաստանի մուտքն են ուզում փակեն տարածաշրջան, հուսալի ինգեդել Ադրբեջանն է, վերջ Ալիևը։ Ու ամենազզվելի արտահայտությունը, որ ես լսեցի, որ արցախցիներին, տենց Ղարաբաղցի ասեց, որ կարող օգտագործեն ընտրություններում Փաշինյանի դեմ։ Ու բան է իր մոտ, ոչ թե սա արդարացի հանգամանք է, որ ասեք Փաշինյան Նիկոլը բան չունի, ընտրազանգված չունի, կողքի մեջ կախված ոչնչություն է, որ Ղարաբաղցիներին կօգտագործեն իր դեմ։ Չի ասում այդ մարդիկ պետք է հետ գնան, կօգտագործեն, բայ իրանք դեմ։ Բողոքում է Սփյուռքից դե ասում այնտեղ, տեսեք, բոլորը Փաշինյան Նիկոլին դեմ են, Սփյուռքի ուժերը դեմ են, որոնք հսկայական լոբիստական ազդեցություն ունեն Վաշինգտոնում, դեմ են։ Ժողովրդի մեջ ընտրություն իր բան ռեյտինգը ցածր է, պրոբլեմ ունի եկեղեցու հետ, պրոբլեմ ունի Ղարաբաղցիների հետ։ Եվ այդ բոլորին Ռուսաստանը կարող օգտագործի Փաշինյանի դեմ։
Կարծես թե հիմնական բաները ես ձեզ ասեցի, ուստի ոչ մի բան չկա լավ մեր համար, բացի մի բանից, որ այլևս իլյուզիաներ չկա։ Գիտեք, երբ որ իլյուզիաներ չկա, աշխատում է վճռական մենակի հոգեբանությունը։ Այն որ ես միշտ ասում եմ, որտեղ որ բարակա թողնդրել կդրվի, հերներ անիծած։ Հիմա սա է։ Իլյուզիա չկա, ամեն ինչ պարզից պարզ է, ակնկալիքներ չկան, հասկանում ենք իրանք ինչ են ուզում, ում են ուզում աշխատել։ Ցանկացած մեկը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատական, չգիտեմ, նպատակների, Թրամփի դեմոկրատական փրկիչների նպատակների մասին խոսա, դառնում է ուղղակի դուք ասեք ինչ, ես չասեմ, հա։ Հետո նաև խոսեց, որ Ադրբեջանը փաստորեն լսեք, պետք է մոռացա ասեի, որ Ալիևը այնքան առաջ է գնացել, որ ինքը բաներ գերիներ ազատ է, բա թողում է Հայաստան գազ իր տարածքով բենզին մտնի, հացահատիկ մտնի։ Այս ամեն ինչը ինչ որ Փաշինյան Նիկոլ արել է Ալիևի համար, իրանք խոսում են որպես Ալիևի մեծահոգություն, դուք հասկանում եք։ Ում համար աշխատում Փաշինյան Նիկոլը, Ալիևի։ Եվ սա ներկայացնում է որպես Ալիևի մեծահոգությունը, որպես մեծ քաղաքական գործիչ, ասում։ Երբ որ ակնկալիքներ չկա, ես երբեք մենակ մնալու չեմ վախեցել, ես երբեք դժվարություններից չեմ վախեցել, ես վախեցել եմ մենակ մի բանից, անորոշությունից, ամենավատ պայմաններում էլ նույնիսկ երբ որ ամեն ինչ հստակ է եղել, գիտեք, սկսում ես տեսնել պատկերը եւ կարողանում ես գտնել ճանապարհը, ու ճանապարհը միշտ կա, բայց ճանապարհը հստականում է այն ժամանակ, թեկուզ կածան, թեկուզ փոքրիկ միասեր գնդասերի չափանցք, դու կարող ես ստանալ միայն այն ժամանակ, երբ որ քո մոտ չկա այլևս իլյուզիաներ, խաբկանք, տեսիլքներ, հույսեր, անիմաստ, ռուսական քաղաքականության խելամտության վրա, հեռատեսության վրա, ուժի վրա, այդ մեծ խոսալու վրա, Թրամփի, չգիտեմ, քրիստոնյաների փրկելու վրա, ինքը խոսում է բաների մասին, որ 4 բանա, թիվ չի ասում, ռազմագերի ազատ է, բայց չի ասում, որ ռազմագերիներ կա, չի ասում, որ Ջեդի Վենսը, որը պատմական այց է, Դիկ Չեյնից հետո սա երկրորդ անգամ է, որ Ադրբեջանը այս կարգի բան է գալիս, ներկայացուցիչ է գալիս, իրանք չեն խոսում, որ լսի, քրիստոնյաներ են այնտեղ, քրիստոնեական մշակույթը ավիրվել ու սպանվել, ցեղասպանվել հիմա։ Թքածում են, որտեղ իրենց հիմա իրանք հովանավորում են ուրիշ տեղ ցեղասպանություն, ինչ կապ ունի իրանց համար պաղեստինցիա կոտորվողը թե քրիստոնյա։ Նավթը իր գործն է անում, հասկանում եք, բիզնեսը իր գործն է անում։ Սրանք այս տեսակն են։ Ու ստեղ այս արդեն ֆորմատի մեջ 100% պարզ է դառնում, որ Ջեդի Վենսը գալու է դատարկա ձեռն առանց իր բանի ոչ մի խոսք այդ մասին։ Նույնիսկ հենց տված 4 հոգին էլ, որ դա մեծահոգությունն է Ալիևի։ Ոչ թե Ալիևի պարտականությունը նոյեմբերին հաստատ այդ փաստաթղթի այդ հայտարարության իման վրա, որ ինքը բոլորին պետք է այն ժամանակ ազատ արձակացնել։ Չէ, ոչ մի բան չկա այդ մասին։ Ալիևի մեծահոգությունն է, որ ինքը քաղաքական որպես քաղաքական գործիչ, հա, իր երկրի շահերից լավ երևալու համար դստաբել է։ Ամսինն է, գալիս է, չէ՞։ Ամսինն է կարծեմ Ջեդի Վենսը գալի, եթե չեմ սխալվում։ Ինչ որ է։ Ըստ այս հայտարարությունների կարելի է արդեն 100% ասել, որ չկա օրակարգում գերիների Հայաստան վերադարձ։ Չկա։ Գոնե այս խոսքի մեջ չի երևում, ես չգիտեմ։ Գոնե այս խոսքի մեջ չի երևում։ Մնացածը ժողովուրդ ջան, մեզ մտածելու թեմա է։ Ինձ, ձեզ, բոլորին։ Եվ այն քաղաքական շակերտավոր վերլուծաբանները, որ սա մասին խոսան, Թրամփի մասին խոսան, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների էստրադմի Թրամփի մանավանդ ադմինիստրացիայի մասին խոսան, քրիստոնյաների պահապան,
դեմոկրատ, գլոբալիստների դեմ կռվող, այդպես բան կա, չէ՞, ծիծաղելի բաների մասին են խոսում այսօր մեզ։ Ուղղակի ես լայնագրությունը դրեք թողնա։ Իմ խոսքը չէ։ Գոբլսի, Փոլ Գոբլսն է խոսացողը, պատահական մարդ չի, ինքան մեջից տեղեկա, դրեք թող լսեն ուղղակի։ Ով է տարածաշրջանում, ով ում բարեկամը, ինչա պետք Ամերիկային, Միջանցք ու վերջ։ Միջանցք Իրանի դեմ։ Հարցնում է, ամենաշատը Հայաստան ինչից է վախենում այս բարագայում։ Գիտեք ինչ է խոսում։ Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իրանից փախստականների հոսքին Հայաստան։ Այսինքն Հայաստանում ուրիշ վտանգ չկա Հայաստան, չի սպառնում։ Մենակ Իրանի դեմ պատերազմի դեպքում փախստականների հոսք դեպի Հայաստան եւ դեպի Ադրբեջան, որը երկու երկրների համար կարող է խնդրեմ լինի։ Բայց երևի տեղյակ չի, որ այդ առաջի պատերազմի ժամանակ այդ փախստականներն եկել էին Հայաստան, Ադրբեջան չեն գնացել։ Ինչու է արգելիներս, սա այն ինչ որ ունենք մենք, ուղղակի պետք է ընդունել ի գիտություն, այսքան բան։ Եվ վճռական մենակի հոգեբանությամբ ոչ թե հանձնվելու պատրաստակամության կամ անկճված, բացարձակապես ինձ մասնավորապես իմ համար եմ ասում։ Ինձ ինչքան սեղմում են, ես այնքան բարկանում եմ։ Ինձ ինչքան ուզում են սեղմել, ես այնքան բարկանում եմ։ Այս պարագային ոչ թե ես մտածում եմ հանձնվեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, չէ։ Իմ առաջին խնդիրն է դառնում Թրամփի ադմինիստրացիայի շուտապույտ հեռացում։ Շուտապույտ հեռացում։ Այսքան բան։ Եվ Փաշինյան Նիկոլ։ Չգիտեմ, ինչքանով է մեր ուժերի մեջ դա, բայց դա նպատակն է։ Դա պիտի լինի, որպեսզի ապրի Հայաստանը։ Իսկ երկու այլանդակ կա այսօր աշխարհի վրա մեծ թշնամի։ Դա Փաշինյան Նիկոլն է, հաստատի մեկ էլ Թրամփը։ Երկուսն այլանդակ ստախոս, պեդաֆիլ, ասած ինչ ասես կարելի է ասել։ Ինչ ասես կարելի է ասել։ Ինչ ուզես իրանք մեկը մեկին կրկնում են իրեն։ Դե ով սիրում է, խնդրեմ, իմ կարծիքը հստակ է, ոչ մի բանի, ինքը չի վիճարկվում։ Հա, չի վիճարկվում։ Այն հանգամանքը, որ սրանք հույս ունեն Հայաստանից հանելու բանը ռազմաբազան, ուզում եմ այդ Ալեն Սիմոնյանին նորից լսել։ Что касается ЕАЭС, таможенного союза, мы не считаем, что мы должны оттуда уходить, или мы думаем, что мы можем найти решение, которое будет выгодно обоим сторонам. Լսեցիք ապեր։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է լինելու։ Որ Նիկոլը խափի նաև Թրամփին։ Այսի կլինի ունիկալ։ Դե որ ինքը բոլորին խափ, այսքան բան չի կարա խոսք տա ու իրականացնի, էլի։ Սրանք ծայրահեղ իրար հակասող բաների մասին է։ Ինքը չի կարող երկուսին էլ բավարարի։ Մեկի վերջո սան ճակատից խփելի է։ Մի կողմը։ Որն էլ խփվի, ինքն համար խնդիր չկա։ Իսկ այս հայտարարությունը գրել է նավակը Ռուբեն Վարդանյանի որդին։ Որնասում դուք չեք կարող քրիստոնյա պատաններ պահել բանտախցերում եւ ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղության գոյությանը։ Թրամփի վարչակազմին է ուղղել Ռուբեն Վարդանյանի որդին։ Հուսով եմ այս հաղորդումը լսելուց հետո մեր ընկերոջ մոտ կասկած չի մնա, որ իրանք կարող են։ Այո, կարող են պահել քրիստոնյա պատաններն ու թքած ունենան դրա վրա։ Ասեմ ավելի, քրիստոնյա պատաններ պահելը ավելի վատ բան չի, քան կաթոլիկ եկեղեցին քահանաների մեջ ռմբակոծելը։ Իրանք դա էլ են արել։ Այսինքն Պաղեստինում ընդամենը մի քանի ամիս առաջ դա եղել է, իրականացել է իրանց իմացության, իրանց իգիտության տակ։ Որովհետև միջև ռմբակոծելը տեղի քահանաներ ամեն օր խոսում էին, աղաչում էին, խնդրում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց պետք։ Իսրայելը արեց ու իրենք խնդիր չունեն դրանից հետ։ Արգելիս, այնպես որ եթե ձեր հույսը Թրամփի վարչակազմն է, ուսով եմ այս հաղորդումից հետո ցավում եմ իհարկե, բայց ձեր մոտ պետք է որ կասկած չմնա, որ կարող են, նույնիսկ կարող են պահել քրիստոնյաների բանտախցում։ Իրանց համար մեկը
Իրանց համար ինչ քրիստոնյա, ինչ երեխա, ինչ կին, ինչ աղջիկ։ Մարդակերների ռեժիմն է։ Այդ մարդակեր բառը իրական իմաստով եմ ասում։ Սա չափազանցություն չի։ Այդ երեխեքը ոյանք նախաճաշում էին, դա քրիստոնյա էին։ Որովհետև ըստ հрьяաների իրենց առաջի թշնամի սպիտակ մարդն է։ Սպիտակը։ Դա սպիտակները մեծ մասամբ քրիստոնյան են։ Հիմա գանք մեր իրականություն։ Ես չգիտեմ այսօր որ եկեղեցիներ ճիվաղը գնաց է պղծելու, փաստորեն քաղաքացիները դուրս են եկել, երբ որ իմացել են էսի գալիս է այդտեղ։ Մեկին էլ զորով են տանում։ Սատանի լակոտ լավ ասեց։ Դա իրանց ժամանակն է։ Ժողովուրդ չեք զգում։ Չեք զգում Փաշինյան Նիկոլ Իշխանին ինքնավստահ է։ Իրանց շրջանն է։ Իրանց ցնծության շրջանն է։ Բայց շրջանն է։ Ընդամենը շրջան, իսկ ցանկացած շրջան ինքը ավարտում։ Հա։ Տենց է։ Ինքը չի կարող հավերժ լինի։ Դա ավարտում։ Դա գալիս է ուրիշ շրջան, դա գալիս է պատասխան տալու շրջան։ Կա քարերը հավաքելու շրջան, կա քարերը նետելու շրջան։ Այո։ Իսկ Թբիլիսիում եւ Ջավախքում ակցիաներ են եղել։ Ի պաշտպանություն հայ-առաքելական եկեղեցու։ Խնդրեմ, իսկ սա Մոսկվայում է։ Այս ամեն ինչով, նայեք, այդտեղ եկել ինքան նամակներ եմ ես ստանում, չեմ լսում կարդամ։ Այս ամեն ինչով Փաշինյան Նիկոլը ինչի հասավ, գիտեք, հա, մեզ վերադարձրեց այն ով որ կասկածներ ուներ, ով որ հանգիստ ավտոպիլոտի մեջ ենք իներցիայի մեջ, որ ամեն ինչ իր կյանքում նորմալ է։ Ոչ իմանի մասին կարելի է չանհանգստանալ, Փաշինյան Նիկոլ Արթնստման ասում է, ինչ եք խոսում, ո՞նց կարող նորմալ լինի։ Ես եմ ձեր վարչապետը։ Ես ձեր տունը աղետ եմ բերում, ո՞նց կարող ձեր կյանքում նորմալ լինի։ Վեր կացեք, արթնացեք։ Ես հիշեցնեմ Սասունցի Դավիթի, այսինքն Հայկ Նահապետի պատգամների մեջ կետ կար։ Արթուն կացեք։ Մեր նահապետներն ասել են արթուն կացեք։ Արթուն։ Մի եկեք այդ լիցուրգիական քնի մեջ, արթուն եղեք։ Չարը աշխատում է։ Մենք քնած ենք, չարը սատանան, հրեշը, համասին էլի խոսավ ենք, Նիկոլ Փաշինյան ենք, աշխատում են մեր դեմ։ Հիմա սրանք մեզ արթնացնում են, որ նայում եմ ինչա կատարվում Մոսկվայում, Թբիլիսիում, Ջավախքում եւ ամբողջ աշխարհում տարբեր տեղեր ես հասկանում, որ սա ընկելա մեր դեմից արթնացնելու համար։ Տեսնենք ինչքանով մենք կարթնանանք։ Լսենք По жизненному заключению. Это предательство, это враг. И я прошу моих соотечественников, у кого есть возможность 7 июня принять участие в выборах, не голосовать за этого урода. Он моральный урод, который с одной стороны говорит о том, что Арцах и война была ошибкой, он в парламенте заявил о том, что моя вина только лишь в том, что я в 2018 не сказал, что Арцах это часть Азербайджана. Մառալնի ուռոտ, դավաճան։ Վերջ ոչ ինչ ասես։ Ում հասանելի չի սա, բացի ների զավակներից։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ սա չափազանցություն չի։ Եթե մեկին հասանելի չի, ուրեմն ների զավակա։ Մենք դեռ իրաց մասին խոսալու ենք։ Այսօր այսպեսի մի բան է կատարվել։ Սրանք դիմել են դատարան, կարգալույծել։ Հա, եւ Սերգեյ Համբարձումյանը հետաքրքիր դիտարկում անում։ Ուղղակի իրան եմ ուզում ցիտեմ։ Ես էլ սա մասին խոսացել եմ, բայց ինքը լավ արձագանքել է։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տիրադավ կարգալույծը իր անձնական օրինակով սրանց լավ
հիմարեցրեց, հատուկ արեց, թե միամիտ ստացվեց, դա այլ հարց է, բայց երկուսի սխալները ավելի շատ են։ Փաստորեն սրանք նույնպես ընդունում են կաթողիկոսի հրամանի ուժն ու իսկությունը, ուստի դրա համար ստիպված են դիմել դատարան, որպեսզի կաթողիկոսի հրամանը ճանաչվի անվավեր։ Հիմա ըստ էության իրենք հարգող ոչ մի դատարան չի կարող որոշում կայացնել օգուտ սրան, քանի որ նույն դատարանը ստիպված պետք է գնահատական տա սրանց, այդ թվում թափառաշրջիկների անօրեն գործողությունների, որոնք են եկեղեցու զավթում, զավթած եկեղեցում կասկածելի ծեսերի կատարում, հավատացյալների մուտքի դեպի եկեղեցի խոչընդոտում, հայրաքելական եկեղեցու մեջ հայրաքելական եկեղեցու եւ օծար վեհապարի անունի պարտադրաբար զեղչում, եկեղեցու վեհապարի բանկարկող հավատացյալին կոպիտ ձևով դուրս հանում եկեղեցուց, համայնքապետի կողմից պատատակի արգելում եւ կեղծ ծեսերի պարտադրում, եւ ամենակարևորը, ստե շատ է, իհարկե ինչ ասում է ճիշտ է, անօրեն կերպով եկեղեցու գույքի տիրապետում եւ կառավարում, եւ ամենակարևորը, հետո դատավորը պետքա օրենք գտնի, որով ինքը պետքա հղում անելով որոշում կայացնի։ Չկա, ոչ քաղաքացիական օրենսգրքում կա, ոչ քրեական օրենսգրքում կա տենց հոդված, որ դատարանը կառավարում է կաթողիկոսի հրամանները։ Դրանք չի առաջնորդվում ոչ մի քաղաքացիական եւ քրեական կարգավորումներով օրենսգրքով չկա։ Բայց սրանց քանի որ ճիշտ է ասում ինքերը, մоральնի եւ ոչ միայն մоральնի, ուրոդ են, իմբիցիլ, դիմել են դատարան։ Մտածելով որ դատարանը մեկ է իրանցնա, չագուճի իրանցնա, մեղնի իրանցնա, կխփեն մի բան կլինի։ Խփեք, դուք առանց խփելու կարող եք ամեն ինչ անեք։ Բա հետո չէ որ դա գնալու է վիճակված դատարան միջազգային, անդերից է սանկցիան գալու է։ Սանկցիան գալու, դուք ապուշ չեք։ Այդ ուրիշ բան որ էսօր այդ շատ բան չի տալու իրականության մեջ, բայց նույնս եմ ասում, չէ, ների շրջանը դա ընդամենը շրջանը, որը տևելու է մինչև 2026 թվականի վերջը, մաքսիմում, սա մասին չմոռանաք, եղավ ների զավակներ, մաքսիմում, եթե ոչ ավելի շուտ, ձեր վերջը գալու է մեկ ասենց տնից, Արցախի երաշտության տակ մեր նավթզանակները, մարզիկները պարեցին, որ արգելանքի համար դեմոկրատ Ալիևը դիմել էր փողոք էր ներկայացել օլիմպիական կոմիտեը, որ դրա մեջ ինչ բառեր էր գրել Տեր Աստված, մի խոսքով, ինչ հանցակազմ չէ, բայց ուրիշ բան էր գրել։ Մի խոսքով որ մեղաձեր էր հասնել, որ այս երկու օգտագործումը։ Իհարկե սրանք ամեն ինչ կանեին, որ դա չլիներ։ Հիմա ես կասկածում եմ, որ հաջորդի բոլոր գնացողների երաժշտություն համազգեստ, տեքստ, սրանք անցնելու են ֆիլտրներով, որ հանկարծ ընդեղ չլինի Արցախ, Ղարաբաղ, Ղարաբաղ, չգիտեմ, Մասիս բառերը, հանկարծ չլինի, որ Ալիևի նուրբ լալերը հանկարծ չգրգրվի, դրանա պետք է պատրաստ լինենք։ Եվ այսպես, սա լսենք, որպեսզի հասկանանք ինչ է մնացել Eastern Time, 3 a.m. Eastern Time. The Supreme Court of the United States made a short but powerful ruling. They denied an application in a major legal case. All 9 justices agreed, and not one of them disagreed or wrote a separate opinion. The entire ruling was just 2 words: application denied. That one sentence ended months of legal fighting. And this ruling came exactly 72 hours after Melania Trump's lawyers submitted a special agreement to federal prosecutors. In that agreement, she outlined the evidence she was willing to give in exchange for possible immunity from prosecution. 2 huge legal events happened just 3 days apart, and the Ամերիկայի գերագույն դատարանը որոշում է կայացել մի անգամից մերժել է Մելանիա Թրամփի խնդրանքը։ Սա հատուկ նրանց համար, ովքեր հույս ունեն եւ հույսեր են կապում Թրամփի հետ։ Սեփական կինը Թրամփի դիմել է դատարան, գերագույն դատարան, պատրաստակամություն հայտնել
տալ ինֆորմացիա դատարանին, դիմացը ստանա immunity, որը կոչվում է բան, immunitet, որ ինքը ազատվի դատական պարտականությունից, այսինքն իրեն չդատեն։ Մելանիա Թրամփը պատրաստ է նորից հայտնելա պատրաստակամություն ցուցմունք տա Թրամփի վրա, որ իրեն չդատեն։ Այսինքն վիճակը այնքան ծանրացել, որ Պրեզիդենտի կինը նախագահի կինը Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ ուզում է ճանապարհ բացի մեր մոտ կալիդոր։ Պատրաստ է Թրամփի վրայից թռնի ցուցմունք տա։ Դատարանը մերժել ասել է քո ցուցմունքը մեզ պետք չի։ Քո ցուցմունքը այն արդյունավետությունը եւ օգտակարությունը չունի, ինչ որ ներկայացրել ես, որի դիմաց դու ազատություն ստանաս։ Դու էլ պիտի դատվես։ Իսկ դատվելը վերաբերվում է հսկայական չափերի գումարների խարդախության միջոցով հափշտակում բանկերից եւ ֆինանսական կամպանիաներից։ Այն ինչ որ Թրամփը ամբողջ կյանքը զբաղվել է։ Եվ դրա մի մասն է նաեւ Մելանիա Թրամփը։ Եվ ինքը պատրաստ է ասին, վկայություն տա, ում հետ է պայմանավորվել, ինչի շուրջ է պայմանավորվել, ոնց են այդ շինությունների ունեցած, ասենք շենքը արժի 1 միլիոն, հա? Կերս փաստաթղթերով կերծած փաստաթղթերով գնահատալ են տալիս 10 միլիոն համաձայնեցնելով բանկի հետ, դիմացը 70% cash out են անում, փող են անում 7.5 միլիոն, 1 միլիոնանոց շենքը թողում են բանկին, վերջացավ արդյունքում աշխատում են 6.5 միլիոն։ Օրինակի համար եմ ասում, եւ այտենց շարունակաբար։ Միակ բանը, որ կարողացել Թրամփը ամբողջ կյանքում անի, դա խաբելն է եղել։ Միակ բիզնեսը ունեցել, որ պետք է նա կառավարել սեփական կազինո Atlantic City-ում։ Դա կապը։ Այս մարալի ուրոդը հիմա կինը պատրաստ է ամեն ինչի մասին ինքը ցուցմունք տա։ Որն ազատեն։ Ասել են չէ, դու էլ պետք է դատվես հետո։ Դե հիմա գնացեք Թրամփի հույսով ապրողներ։ Դու գնացեք իր ձեր խոտը փրեք Թրամփի պարանին։ Շնորհավորում եմ ձեզ։ Սա դեռ այս ֆինանսական մասն է։ Հիմա ես ուզում եմ լսեք са. И ваш канал первый, кто видит этот диск вживую. В руках бывшего полицейского США Джона Дугана неопубликованная часть архива Эпштейна. Запись ему передал на хранение в 2010-м его друг-детектив из полиции Палм-Бич Джо Рикари. Խոսքով, բանը, սեն ոստիկանավորին առաջինը 2010 թվականին բացահայտել են այս հանցագործությունները ու ամենաշատ դրանով մասին տեղեկացված ու համար ոստիկանը սպանվել է։ Palm Beach, Ֆլորիդա, սա բանի տարածքն է։ Ոչ միայն Էփշտեյնի տարածքն է, սա Թրամփի տարածքն է։ Округа Палм-Бич и ФБР пытались скрыть эти доказательства от людей. Когда мой друг Рикари внезапно умер, это стало шоком для многих людей, включая меня. Բոլորը եւ FBI-ը, FBR-ը եւ զբաղվող ոստիկանների մի մասը շատել են թաքցնել։ Մի մասը տեղեկացած է եղել եւ պահել այդ արխիվները։ Մի քանի տեղ է պահել։ Դրա համար այս գործը չկարողացան կոծկեին ի սկզբանե։ Ինքը պայթեց։ Այսօր առավել եւս պայթեց, որովհետեւ կար կոծկած գործ, որը Թրամփը խոսք է տվացել ինձ ընտրեք, ես դա կբացեմ։ Եվ իրան ընտրել էին եւ ինքը խաբեց։ Մեկ տարի կարողացավ ֆրսնել, չասել, միջև լիքը եղավ։ Իսկ հիմա դատախազի կոկորտից բռնել են, ասում են, այսքան մեղավոր կա, այսքան մարդակերու մարդասպան կա։ Դուք եք գրում, չէ՞ որ այս ամեն ինչ եղավ, բան չի ձերբակալված չեն։ Գիտեք ինչ ասել։ Գլխավոր դատախազը, Թրամփի դատախազը, ասել է, եթե ես մեղավորներին պատժեմ, Թրամփի ադմինիստրացիան կպայթի, կոլապսի կենթարկվի։ Սա ինչ է նշանակում, որ ամբողջ Թրամփի ադմինիստրացիան է ցուցակում։ Դե հիմա գնացեք ու այս ադմինիստրացիայի հետ ճանապարհ բացեք, ճանապարհ գծեք, երկարատև ծրագրեր կազմեք իբր իշխանություն փրկելու համար։ Ձեր իշխանության փրկելու գործիքները դա ավելի շատ հիշեցնում է ինքնասպանության գործիքների։ Ես շնորհավորում եմ։ Շնորհակալություն լսեմ։
меня. Есть ли у меня конкретные доказательства, что его убили? Нет. Я думаю, что сами обстоятельства на это указывают. После этого Дуган сделал несколько копий досье и раздал их надежным людям в разных странах. На случай, если с ним тоже вдруг что-то случится. Что именно на этом видео, расскажем позже. Как бы на то ни было, те файлы, что уже выложены на сайте Минюста США, подтверждают, реальность оказалась страшнее любой конспирологии. В рассекреченных файлах и ритуальные жертвоприношения, и каннибализм, и убийство детей ради получения эликсира молодости адренохрома, одного из метаболитов адреналина. Դե հիմա լսեք ինչի համար են տեղեքին սպանել ու ոնց են սպանել։ Սա մենակ պետոֆիլիա չի։ Սա մենակ սեռական այլասեռվածություն չի, սա ավելի սարսափելի բան է։ Հիմա լսեք այդ տեղեքին ոնց են սպանել եւ ինչի։ Ինձ կներեք ով ներվեց տուլա թո չնայի։ Говорят, этих маленьких детей убивают. В то время как им перерезают горло, у них извлекают адреналиновую жидкость из надпочечников. Эта адреналиновая жидкость обладает омолаживающими свойствами. Тему элитных тусовок 25 лет назад раскрыл Стэн. Հասկացաք այդ պահին երեխեքի մոտ բարձանում է ադրենալինը, իսկ խմողին դա երիտասարդացնում է։ Որ դրանց նայում ես Ռոթշիլդների ցեղը նայում ես հավրանց են։ Եվ ընդհանրապես անց տուսովկից ում դեմքը նայում ես երիտասարդ է, սա 70-80 անց է։ Այսինքն իրենց երիտասարդ մնալու համար երեխեքին կյանքից զրկեք։ Ու այսօր դրանք իշխանության են, այսօր բոլորը կան։ Եվրոպայում իրանք ձերբակալվում են, հրաժարական են տալի, քրեական գործեր հալուցվում։ Ամերիկայում ասան նայում, սա տուն չկա, ասում է, եթե բռնենք, Թրամփի աշխատակազմը կոլապսի կենթարկվի։ Դուք պատկերացնում եք ինչա։ Ինչի մասին է այդ հայտարարությունը։ Кубрик. В фильме широко закрытыми глазами он как будто бы иллюстрировал дело Эпштейна, а потом скоропостижно умер от сердечного приступа. Ходили слухи много лет о людях, связанных с сатанизмом и оккультизмом, очень влиятельных людей. Теперь, когда это выходит наружу, это вызывает ужас, кто на самом деле управляет. Причем, судя по масштабу вовлеченных в этот круг влиятельных лиц, очевидно, что речь идет о мировой сети извращенцев в законе. И Украина, как следует из этих файлов, по сути стала филиалом ада. Территория Эпштейна, где не работают никакие законы и запреты, где можно все. Зеленский, который управляет страной на протяжении многих лет, известный как очаг педофилии и торговли людьми, также, похоже, установил мощную связь с Джеффри Эпштейном и даже после смерти Эпштейна продолжает оставаться связанным с теми, кто прославляет ритуальные пытки. О возможностях на Украине Эпштейн писал баронессе Арианде Ротшильд. Клану банкиров Ротшильдов приписывают лидерство в тайных организациях, участие в мировых заговорах и войнах. Теперь на фоне связи с Эпштейном уже иначе воспринимаются эти фотографии благородного семейства с Սրանք սաղ եղել է, սաղ ցույցած նկարել ցույց են տվարած մտածելու որ մարդիկ կհավատան, որտեղ այս ամեն ինչն կա սարսափելի է եղել։ Ոչ մեկ չի ուզեց հավատալ, ընդ որում նաև ես մտածել եմ որ լավ է, ոնց հնարավոր է տեսնել։ 21-րդ դարում ոնց կարող է նման բան լինի։ Это еще в 1972 году. Закрытой вечеринке. Бал состоял сплошь из сатанинских символов. Ротшильды открещивались, мол, это искусство. А на этом фото Джейкоб Ротшильд рядом со скандальной оккультной художницей Мариной Абрамович позируют на фоне картины «Сатана созывает свои легионы». Ես երեք սամասին խոսացել ով է ինքը։ Բարձում ասա նաև Зеленский сам առաջարկել է լսել 2019 год. А это перформансы самой Марины Абрамович, на которые собирается элита. И именно эту даму в 2023 году Зеленский попросил стать послом детства Украины. Ուկրաինայի երեխեքի դեսպոտ լինելիս առաջարկել է 23 թվականին 23 է պատերազմից հետո 23 երբ որ Ուկրաինայում երեխեք են առևանգում եւ ասում են որ ռուսներն են առևանգում ռուսներն առևանգում էին դա մասին խոսում էր Պուտինը իր նախարարի հետ բայց արդյոք բոլոր երեխաներն էին գնում ես վախենում եմ որ Պուտինի առևանգած երեխաները շատ ավելի ապահով տեղում են քան են երեխեքը որ անհետացել են որոնց պաշտպանությունը տրված էր այդ մանկասպանին այդ կնոջը Большая часть ее творчества затрагивает в высшей степени сексуальные и каннибалистические темы, что дает ей право быть послом Украины, специализирующимся именно на детях. После изучения досье Эпштейна все выглядит чудовищно логичным, как и откровение бывшего пресс-секретаря Зеленского Юлии Мендель, которая сообщила, что вся киевская верхушка давно и по уши в оккультизме, а заправляет этим экс-глава офиса президента Андрей Ермак. Հասկացաք, ինչի Երմակի չէ կարողանում ազատվել։ Աշխարհը խոսում է ով է Երմակը,
հանցագործության իմաստով Զելենսկին չէր կան։ Բարձում այդ ամեն ինչը էլի Երմեկի կալպակի տակ է ղեկավարության տակ։ Нет сомнений в том, что Ермак связан с мафией. На Украине, да, все время депутаты, политики, чиновники привлекают астрологов, Ես այս բաները որ նայում եմ, հիշեցի ցերեկվային ուղիղ եթերի ժամանակ, հարցոպատասխանի ժամանակ դիտողներից մեկը հարց տվեց, ինչ եմ կարծում Էփշտեյնի ցուցակում Հայաստանից մարդ կա թե չկա։ Ես քանի որ դեռ չեմ հանդիպել, ասեցի չէ, այդ մակարդակի Հայաստանում այդ թռիչքի, հա, ոչ մեկ չկա Հայաստանում, որ այդ ցուցակում լիներ, հա, անմիջապես։ Դրանք շփվել են այդ ցուցակում եղածների հետ։ Ոչ թե իրանք են եղել այդ ցուցակում, այլ իրենք շփվել են այդ ցուցակում եղածների հետ։ Մաքսիմում, հա, ամենաշատը որ կարող է լինել։ Հետո ցերեկի հիշեցի, որ Հայաստանից էլ են երեխեք արտահանվել ախր։ Հայաստանից էլ են երեխեք անետացել, վաճառվել։ Հիշում եք, չէ՞, բժիշկ Ռազմիկի գործը։ Հիշում եք, չէ՞, Ռիտա Սարգսյանի կապը այդ ամեն ինչի հետ, որը բացահայտվեց 19 թվականին, 20 թվականին կոവിഡ്ի անվան տակ մեկ էլ իմացանք Ռիտան չկա, իբր մահացել է, փարդագով իբր թաղեցին, ոչ մի բան չլսեցին։ Եվ ամենակարևորը, Ռազմիկը միջև աշխատում ազատվեց։ Ռազմիկը աշխատում է, Ռազմիկի աղջկա այդ աշխատողն Նիկոլի աջակիցն է, այն բանկը, որ համատեղության կարգով ամեն ինչ է, համ գինեկոլոգ է, համ չգիտեմ, իվենտ կազմակերպիչ, համ քաղաքական գործիչ է, մի հատ բան կա, վիժված կա, անօգնական չեմ շնորհ։ Երիկի մնակու մասին է խոսքը, հանրապետական հիվանդանոցում էլ աշխատում է։ Մի խոսքով։ Գործը կար, երեխեքի վաճառքի, օրգանների վաճառքի գործը կար, պատասխանատուն կար, կազմակերպիչը կար, ասի կազմակերպիչը մեռավ։ Իբր Ռիտա Սարգսյանը մենակ կարող էր այդ ամեն ինչ անել։ Մեռավ պրսավ գործը, Ռազմիկն է, միջև էսուր աշխատում է, որ ինչ է նշանակում, ասեք, ոնց, որ պրոսեսը շարունակվում է, բայց գիտեք ինչ են պրոսեսը կաննեց, այդ պրոսեսի կոորդինատորը հիմնականը Ռազմիկն միջև աշխատում է։ Ես ասում սրանք այդ թռիչքը չեն, որ դրանք շփվեն, ընդհանրապես այդ ցուցակի մեջ եղածների հետ կարող է իրանք շփվեն։ Ես դրա համար եմ ասում։ Չմոռանանք Թուրքիան, հարևան Թուրքիան 200 միլիոն երեխա է ծախել, 200 միլիոն դոլարի։ Այդքան դրամական փոխանցում է ստացել հենց Էփշտեյնից։ Իրա ծառայությունների համար։ Բայց ինչ է կարծում, բայց երեխեք ուր էին գնում։ Ուր, ինչի համար։ Հասկացաք այս կապը, Սերժ Սարգսյան նաև Ռազմիկ, Փաշինյան Նիկոլ, թե ոնց է այդ ամեն ինչը մնում այդ համակարգի մեջ, ոչ մեկ պատասխան չի տալի։ Ես հիմա Ռազմիկին ու Սերժիկին ասում եմ, Աստված կանչեք, որ եւս 3 միլիոն ֆայլ կա։ Եվս 3 միլիոն, տեսեք 3.5 միլիոնը դուրս է եկել։ Հələ բոլորը չեն էլ հասցրել կարդան։ Ոնց ուզում ալինի Հայաստանի անունը ֆռալու է։ Աստված կանչեք, հանկարծ ընդ Հայաստան անուն միտեղ չունի։ Ասում եմ, էլի, ինչքան հնարավոր է աղոթեք իշել։ Միջև կունենանք պետություն, ու այս գործը երեխեքի վաճառքի, այն երեխեքի մահվան դեպքերի, որ անկապ երեխեքը ոչ մեկ չհասկացավ, չէ՞, երեխեքը ոնց մահացան, ու ինչի մահացան, ով սպանեց Հայաստան։ Աստված կանչեք, որ հանկարծ Թրամփը չընկնի իր ամեն ինչով։ Այս սիստեմով, որը գնել է չկասկածեք, կամ կլինի համաշխարհային պատերազմ, քաղաքացիական պատերազմ, կամ կընկնեն իրանք։ Այն ժամանակ դուք կգաք կանգնեք գիլյոտինի տակ, որովհետև այդ ամեն ինչի համար ձեզ գիլյոտինն էլ քիչ է։ Այդ բացի երեխեքից սա այդ ամեն ինչի հետևում ռեալ մարդիկ են կանգնած, ռեալ ճակատագրեր են կանգնած։ Այս մոդելը Կալեն Մուլտեր, տեսել եք կորել է, հրավիրվել է այդ տոնակատարությունը վերջ չկա։ Սա ռեալ ճակատագրեր են, ռեալ մարդիկ են, սա ֆիկցիա չի։ Այդ բոլոր նկարները կա, աննազգաններով, ովքեր են եղել ընդ, ովքեր են այդ նամակները գրել, ովքեր են մասնակցել, բոլորը կան։ Բոլորը սարսափելի քաղաքացիական մարդիկ են, ամբողջ
ֆինանսական, քաղաքական, մշակութային բարձր մակարդակի։ Դե Հոլիվուդի հիմնականում։ Թագավորական, բիզնես, բոլորը ընդեր։ Ցուկերբերգից սկսած Իլոն Մասկով, բանը, մի խոսքով գիտեք։ Բարձրովա կամ դա է ճանապարհը Հայաստանալու, կամ որ Հայաստանում են սկսում են նախասիրություններ ունենալ մարդակերությանը։ Ես չգիտեմ որն է ճանապարհը։ Կամ մարդակերներն են դառնում հարուստ, կամ հարուստները սկսում են ախորժակը միջև երախում իս ուզեն սրտները։ Ես չեմ կարող, ես չեմ հասկանում սա ոնց արի, չեմ կարող ասել։ Բայց այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, չափազանց շատ։ Սա մենք։ Ասեմ Եվրոպայում հերթով Բրիտանիա պրեմիեր մինիստրի տեղակալը օգնականը բան է եղել։ Հրաժարականատար է, որտեղ ինքն է կայացուցակում։ Երևացել է։ Հրաժարականատար է ու քվբանը քրեական գործ, հետախուզություն, հետաքննություն այս մասով։ Ինչ կա իր վրա, ինչ է արել, ոնց։ Ես չգիտեմ ինչքան կգնա, բայց հետևանքները Եվրոպայում տեսնում ենք, ամեն օր տեսնում ենք քաղաքական գործիչներ, այլ երևում վերջ շանս չունի Եվրոպայում, Ամերիկայի naționalitatea ասում է թե դրանց անենք համակարգը կքանդվի։ Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարարն է։ Դա բանը ֆինանսական մախինացիաների մեջ է խառնված եղել, հենց էլի Էփշտեյնի հետ հրաժարականատվել էլի։ Իսկ հիմա ուզում եմ հрьяաների լսել։ Ասա լսեք։ Самый скандальный момент про израильский паспорт. Смотрим. У нас еврейской крови немного. Она есть, но мне кажется, может не хватить. У вас же израильский паспорт есть? У меня есть. Ասում է image հրեայի անուն կա, բայց շատ քիչ է։ Ինքին արցնում ասում է Իսրայելի паспорт ունես դու։ Еврейская кровь. Израильский Ասում է չէ, ես հրեայի անուն եմ, ասում եմ Իսրայելի паспорт унес. Паспорт же не комментирую эту тему. Ну просто вы сейчас от имени израильского государства мне вопросы задаете, правильно? Բայց դու հիմա пастор են Իսրայել պետության անունից ես ինձ դարձել տալի։ Ճիշտ է։ Ասենք ոնց է բռնում խոսքի վրա։ Я от имени вашего телеграм-канала. Потому что я просто объясню, по какому-то странному совпадению именно журналисты, обладающие израильским паспортом, очень активно, во-первых, эту тему пытаются обелять, а во-вторых, пытаются меня провоцировать. Неожиданно Шихман и Катя Гордеева и все озадачились 7 сентября, и совершенно никто из вас не поднимает тему геноцида тысяч детей и женщин, потому что вам как будто бы с вашим паспортом это опасно, а вас... Ասում շատ հետաքրքիր զուգադիպության բոլոր հрьяաները Իսրայելի паспортով անուններն էլ ասեց։ Անուտած խոսում եք հոկտեմբերի 7-ի մասին, սեպտեմբեր ասեց, բայց իրականում հոկտեմբերի 7-ն է։ Ու մոռանալով, որ դրանից առաջ ու դրանից հետո տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել, իրականում ցեղասպանություն է գնում, բայց դա դուք ինչ որ չեք նկատում, ֆիքսվել եք հոկտեմբերի 7-ի վրա։ Ինչ վտանգավոր է մասին խոսալը։ Ձեր համար ինչ է։ Եվ սեր ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այս տեսանյութը գիտեք ինչի են ցույց տալիս։ Բացատրում են թե ինչ է նշանակում մանիպուլյացիա, բայց այս աղջիկը մանիպուլացնում է խեղճ Սապչակին, այսինքն վերցնում է իր խոսքը շուռա տալիս իր դեմ, այսինքն այս հրեան, որը նստած անեղեն դիմացը, ինքը նորմալ է, ինքը օքեյ է ցեղասպանության հետ, ասում այս աղջիկն է մեղավոր, որ ասենք ցեղասպանությունը այնտեղ տեսնում։ Հասկանում եք կյանքը ոնց է կառուցված, աշխարհը ոնց է կառուցված։ Не смущает, что Израиль убил такое количество детей? Катя, смотрите, ну вот просто вы вот мне в своей интересно. речи уже изначально сделали много предположений, которым нет никаких ни подтверждений, ничего-то еще. Катя здесь делает классический переворот рамки. Вместо ответа по теме она Ксению назначает представителем государства и загоняет в такую классическую Кафка-ловушку. Любое возражение натыкается на претензию «вы обеляете», а любое молчание, что вам опасно говорить. Կավկա բանը թակարդասա էս սա նեղվել են հանգամանքի մասի որ ինքը պատասխանելու փոխարեն հա կամ չէ
ասում ես ձեզ չի ներասում որտեղ տասնյակ որ եթե ոչ 100,000-ներով մարդը սպանվել։ Ամենամեղմ հաշվարկներով Իսրայելի կողմից հաշվարկներով 350,000-ից արդեն մարդասպանվել է 2.5 արդեն տարվա մեջ։ 350,000 արդեն ով Իսրայելի պասպորտ ունի, դա էական չի, բա հոկտեմբերի 7-ը։ Բա հոկտեմբերի 7-ը։ Սա գիտեք ինչի անման։ Խոջալու։ Ով ինչ ես խոսալ ցեղասպանությունը, ադրբեջանցին խոսում է Խոջալուի մասին, որի կազմակերպիչը հենց ինքն է եղել։ Ոնց որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ։ Այդ հոկտեմբերի 7-ի հարձակման կազմակերպիչը եղել է հենց Իսրայելը։ Իսրայելն է եղել, դրա վրա քրեական գործ կա։ Հետաքննություն ա գնում։ Հենց Իսրայելը։ Այսպեսի դաժան բան է լինել հրիա սանությունը շատ մեծ է։ When demanded to explain what legal authority Trump has to seize Venezuela. No authority. Rubio's silence was deafening. He couldn't answer because he simply has no legal basis to govern Venezuela or to trample on anyone's rights. His lack of arguments was exposed to the entire world. Comment shame and spread this international embarrassment. Break. Այս հայտարարության մասին է խոսում, եւ Ռուբիոին հարց են տալի։ Ցույց տու սահմանադրել մի հատ իրավունք, որը թույլ է տալի երկրի նախագահին առևանգել ուրիշ երկրի նախագահ։ Եվ դու իրավունք ունես այդ երկրի նախագահի տեղը ղեկավարես այդ երկիրը։ Ցույց տու մի հատ։ Ռուբիոն կարգապանք է, չկա դες բան, ինչ է պետք է ցույց տա։ Սա է կոչվում լրագրություն, սա է կոչվում բաց խոսքի իրավունք։ Խոսքի իրավունքը չի մեռել։ Դա սահմանափակված է, դա ուզում են խեղդեն։ Բայց այս հարցերին պատասխան է։ Ուսերը լռությունը մի բան է նշանակում, որ ինքը ոչ միայն ասելիք չունի, ինքը արդեն էլ ապագա չունի, որտեղ այս լռությունը տեսնում են, այս մասին խոսում են ամբողջ Ամերիկայում, որ ալիքը միացնում է, արդեն խոսում են։ Հա, սա շոկ է համատարած բոլորի մոտ։ Գիտեք ինչն է շոկ, որ այն ինչ որ իրենց թվում էր կոնսպիրացիա, ինչ որ թվում էր կեղծիք, չէ, փաստորեն, սատանան իրենց մեջ է ապրում։ Կա այդ process-ը կա, շարունակում է հազարավոր տարիներ եղել է։ Ռոթշիլդներն էլ իրենք նկարել ցույց են տվել։ Դա ներկայացրել են որպես արվեստ։ Մարդ ուտելու արվեստ։ Վերադառնանք Հայաստան։ Սա նայեք։ Ինչ ենք մենք ասֆալտը սիրում ի վերջո, որովհետև ասֆալտը դա տենց այդ բառը խանդավատանքով է պետք արտասանել, հետևաբար այդ ասֆալտը բան չի, այն ասֆալտը չի, այնպես որ Այսպես ները մեր վրա ծիծաղում է, այսպես ները մեր վրա ծիծաղում է, այսպես պետք է նորմալ է Փողոցում այս իրավիճակը արդեն 1 տարուց ավելի է։ Ֆակտոր TV-ն այս խնդրին անդրադառնում է արդեն 3-րդ անգամ։ Նախորդ անգամ մեր հրապարակումներից ընթացքում Երևանի քաղաքապետարանը հավաստիացրել էր, որ այստեղ բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն, ապա կապիտալ կվերանորոգվի 2025 թվականի ընթացքում։ Ես հիշում եմ 2019 թվականից, երբ որ ամեն ինչ պարզ էր ուրագնում երկիրը, երբ որ ես երբեք իմ բերանը չի փակվել քննադատության իմաստով, էլի, չայկերտավոր եմ ասում։ Չի փակվել ուղղակի, էլի։ Ես այդ ժամանակ դրանց հանցագործությունների մասին էի գրում, արդեն իմ ցուցակ գոյությունն էր։ Եվ ամեն անգամ եթե ուզում են ինչ-որ մի բանով ինձ հակադարձեին անգրագետները, ասում են՝ «Բա ասֆալտը, բա բորդուրը, բա ասֆալտը»։ Ես այս ժամանակ մի հատ բան ունեի իրենց պատասխանելու։ Եթե ձեր պատկերացումը երկրի կառավարման մասին, պետականության մասին սկսում ու ավարտվում է ասֆալտով, դուք առավել եւս խոսելու իրավունք չունեք։ Մի կտոր ասֆալտ վերեք, վերցրեք, քսեք բորդուրի վրա, երեք թող վերջանա գնա այս ամեն ինչը, հա։ Ասֆալտ։ Այս այդ ասֆալտով ձեզ են ծաղրում։ Այն մարդկանց, որ այս ասֆալտով փակում էին բոլոր քննադատողների բերան։ Եվ ամենակարևորը, սա շատ տիպիկ բնութագրում է այն իրավիճակի, երբ որ երկրի ղեկին գալիս են անառակ, նեղացին, սրբապիղծ, չգիտեմ սրանց ինչ անունով կարելի ասել է, ամեն ինչի ունակ եւ անընդունակ միևնույն ժամանակ, թափոններ, իրենց ալբանյակներով ու աջակիցներով բնականաբար։ Սա
կոլաժն է, սա նկարն է այն պետականության այն միջավայրի, որը մնում է սրանցից հետո։ Այն սրանց նմաններից է հելել, չէ՞ խոսքը դուրս եկել, ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ։ Սա դեռ հետոն չի, հետոն ավելի վատ է լինելու։ Հետոն ավելի վատ է լինելու։ Թվում է թե ավելի վատ չի կարող լինի, մեզ էլ էր թվում թե 20 թվականի նոյեմբերի 10-ից հետո ավելի վատ չէր կարող լինել։ Մեզ թվում էր։ Մենք տեսանք ինչքան վատ կարող էր լինել։ Ու հիմա ասեմ, սրանցից հետո, եթե մենք շարունակենք սրանց հանդուրժել ու տեղավորվել սրանց առաջարկած տրամաբանության եւ արժե համակարգի մեջ, ավելի վատ է լինելու։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ մեզ վերադարձնել ինքներս մեզ։ Նեմրութ, նայեք, էլի։ Հենց իդեալական բուրգին նայեք, հենց այս բանոց կարելի է։ Այս հələ աստվածների պանթեոնը նայեք։ Սա հայքն է։ Սա մենք ենք։ Սա հայքն է, սա մենք ենք։ Մենք ստեղից ենք դուրս եկել։ Սա մի էներգետիկ եւ պատմական եւ մշակութային, ինչ ասեմ, գենետիկական հզոր սկիզբ է եւ աղբյուր։ Սա իմացողի եւ գնահատողի համար։ Այս կառուցվածքի մեջ, այս մասշտաբների մեջ, այս խորության մեջ չի կարող տեղավորվել ճիվաղ հասկացողությունը, չի կարող տեղավորվել այն քաղաքական, հոգեբանական, տնտեսական իրավիճակը, որոնք մենք գտնվում ենք, հասկացեք, չի կարող։ Այսրան ենք հասել նրա պատճառով, որովհետև հրաժարվել ենք ինքներս մեզանից, հեռացել ենք ինքներս մեզանից։ Այն պարուս սևակի խոսքերն եմ ուզում կրկնեմ բոլորիս համար, օգնիր ինձ մայրան, որ ես հաշտվեմ ինքս ինձ հետ, որ ես գտնեմ ինքս ինձ։ Ես չգիտեմ ոնց ձևակերպեմ այս խոսքերը։ Օգնիր ինձ, թող օգնի մեզ, որ վերագտնենք ինքներս մեզ, վերարժևորենք, ասենք, այս պանթեոնը ունեցողը, այս պատմությունն ու սկզբնաղբյուրն ունեցողը չէր կարող այսքան ընկնել, չէր կարող, եթե ընկել է, եթե գիտակցում է, որ ինքը ընկել է, դե անպայման պետք է վերհառնի, անպայման, որ ապացուցի, որ իր ընկնելը դա պատահականություն էր, որ ինքը ունակ է վերականգնելու, ինքը առյուծ է, որը կյանքում շակալ չի դառնա։ Դե ով ուզում է շակալ մնա, դա իր խնդիրն է, ուղղակի պետք է մի բան իմանա։ Շակալներն էլ են հոշոտում, ուրիշ շակալներ, հենց հիվանդանում, այս թուլանում, հենց շակալներն էլ հոշոտում։ Վերադարձ դեպի արմատներ, ինքնաճանաչել խոսքային իմաստով, սա է մեր ապագան։ Այս նոտայի վրա ուզում եմ ավարտել մեր սովորածությունը։ Լավ մնացեք։